Հունիսի 10-ից 12-ը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում էր։ Բրյուսելյան այցի շրջանակներում նախարար Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ինչպես Եվրոպական հանձնաժողովի ռելևանտ հանձնակատարների, այնպես էլ Բելգիայի ներքին գործերի եւ միգրացիոն հարցերով նախարարների հետ։ Հանձնակատարների հետ հանդիպումներում ներկայացվել են ներքին գործերի, միգրացիոն ոլորտի ընդլայնման, քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Գործընկերների հետ համատեղ արձանագրել ենք այն բոլոր շոշափելի քայլերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը այս ընթացքում արձանագրել է, եւ ունեցել ենք նաեւ ձեռք բերված պայմանավորվածություն, որ համագործակցությունը պիտի ել ավելի ընդլայնվի եւ դրանում պիտի նախատեսվեն նոր ուղղություններ։ ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի շուրջ քննարկման համատեքստում նախարար Սարգսյանն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ։ Շատ կառուցողական հանդիպում ունեցա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Վերջին տարիներին ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգին։ ԵՄ հանձնակատար Բրյուները հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան կայցելի Եվրոպական փորձագիտական պատվիրակություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը քննարկելու նպատակով։ Կողմերը վերահաստատել են գործընթացը սեղմ ժամկետներում առաջ մղելու պատրաստակամությունը։ Հունիսի վերջին մենք կունենանք գործողությունների ծրագրի նախնական տարբերակը, որը որ պիտի լինի ուղենիշային գործընթացի համար, եւ պայմանավորվածություն ունենք նաեւ ներքին գործերի հարցերով հանձնակատարի հետ, որ հաջորդ տարի կունենանք համատեղ հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում եւ կկարողանանք միասին արձանագրել առաջընթացի կատարողականը գործողությունների ծրագրի կատարման։ Աշխատանքային այցի շրջանակում Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։ Կարևորելով երկկողմ գործընկերության ընթացիկ մակարդակը, երկուստը կարևորել են համագործակցության զարգացումը, փոխայցերի կազմակերպումը եւ վերապատրաստման ծրագրերի ընդլայնումը։ Շոշափվել է ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր, տարբեր հանցատեսակների դեմ պայքարին վերաբերող հարցեր եւ ունենք հստակ պայմանավորվածություններ գործընկերությունն ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու։ Հանձնակատարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն, այդ թվում փրկարար ծառայության արդիականացմանը, ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը վերաբերող հարցեր։ Հիանալի հանդիպում ունեցանք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Մենք քննարկեցինք համագործակցությունը Եվրոպական միության, Հայաստանի համար նախատեսված կայունության եւ աճի ծրագրի շրջանակներում արձանագրված առաջընթացը եւ կապի օրակարգի առաջխաղացումը, որը մեր նոր ընդունված Սևծովյան ռազմավարության հիմնական բաղադրիչն է։ Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսը վերահաստատելով Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը, դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը։ Քննարկվել է նաև շուրջ 7 միլիոն եվրոյի ընդհանուր բյուջետային ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր եւ ասեմ, որ ունենք պայմանավորվածություն, որ դրանք պիտի հնարավորինս շուտ հաստատվեն արդեն Եվրոպական միության կողմից եւ կարողանանք մտնել իմպլեմենտացման, այսինքն կատարման փուլ այս ծրագրերի, որոնք կարեւոր կլինեն թե վիզաների ազատականացման երկխոսության, թե բնակչության պաշտպանության եւ թե նաեւ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ճիշտ վեկտորով առաջ տանելու եւ նորանոր արդյունքներ նվաճելու տեսանկյունից։ Ապաստանի միգրացիայի սոցիալական ինտեգրման խոշոր քաղաքականության նախարար Անելին Վան Բոսյուի հետ հանդիպան ժամանակ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն բարեփոխումները, ներառյալ կենսաչափական համակարգի ներդրումը եւ ռազմավարության մշակումը։ Քննարկվել է նաեւ վիզաների ազատականացման ծրագրի ընթացքը։ Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետությունը մեծ առաջընթաց է գրանցել բիոմետրիկ անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման ուղղությամբ, որովհետեւ արդեն իսկ ունենք Եվրոպական միության տարածքում գործող ընկերության հետ համաձայնագիր, կնքված պայմանագիր, որի ուժով 2026 թվականին արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կունենա նույնականացման նոր քարտեր, բիոմետրիկ նոր անձնագրեր, որը թերևս շատ կարևոր նշանակություն ունի թե շարժունակությունը ապահովելու եւ թե նաեւ անձնական տվյալների պաշտպանությունը ավելի բարձր երաշխավորելու տեսանկյունից։ Նախարար Սարգսյանը Բրյուսելյան աշխատանքային այցն ավարտել է հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբիի հետ հանդիպմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել ջրհեղեղի հետևանքների վերացման աջակցության համար եւ ներկայացրել է փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ քայլերը։ Լահբիբը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել ցուցաբերվող աջակցությունը։
Հիանալի քննարկում ունեցանք Արփինե Սարգսյանի հետ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերությունը քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում դիմադրողականության եւ միջսահմանային համերաշխության վառօրինակ է գործողության մեջ։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ նախարարության հետ համագործակցությունը խորացնելու եվրոպական հանձնակատարների պատրաստակամությունը հիմք է արդյունավետ գործընկերության առավել զարգացման համար։ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը գործողությունների ծրագրի հնարավորինս արագ եւ արդյունավետ իրագործման նպատակով, եզրափակել է գերատեսչության ղեկավարը։